Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը ավելի հեշտ ու արագ կարող եք դիտել Vkontakte-ում։ Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Մենք արդեն Vkontakte-ում ենք։ Ահան, 2 րոպեից կհասնի։ Ավելի լավ չէր մենք գնենք վերցնենք։ Չէ, իրան շենքը 2 շենք վերև է այստեղից, հեռու չի։ Ասա անի։ Դավջան ուր ես, ինչ ես անում։ Ոչ մի բան դու ասա։ Ինչ կա։ Դավջան, ես հիմա քեզ շատ կարևոր բան ունեմ ասելու, բայց խնդրում եմ, էլի, առանց էմոցիաների, հանգիստ մինչև վերջ կլսես, լավ։ Անի, արագ ասա։ Դավիթն հիմարն էր Մարիային անծանոթ համարից ձայնային ուղարկել ու ասելա քեզ փոխանցենք, որ էլ չգնաս ու գաս։ Ինչ։ Էդ ճիշտ է, Դավիթ։ Դու իրոք իր հետ հանդիպումներ ես փնտրել։ Դավիթ, Ռաֆին հաշված օրեր ա մնացել, խնդրում եմ էլի քեզ սխալ բան չանես, ինքը արդեն չգիտի ինչ անի, բայց դու հետը հանդիպումներ մի փնտրի, թող ձեզ Ռուբենը ամեն ինչ կլուծի։ Անի, հանգստացեք, ես չեմ գնացել, այդ ուղղակի ձեզ ա վախեցնում։ Հաստատ։ Հա, Անի, հաստատ։ Մի տեսակ, բայց չեմ հավատում, գիտես։ Տենց ես ասում, որ անջատ եմ, չէ։ Հենա եկավ, գնամ վերցնեմ կամ։ Անի, լավ, հետո կխոսանք։ Մի րոպե չանջատես։ Դու ճիշտ ես ասում, որ չես գնացել։ Հա, Անի, հետո կզանգեմ էլի։ Կարող ես սուրճ խմենք։ Կամ ավելի սառը մի բան։ Հա, բայց տեսար ասեց, որ ոչ մի բան չի անելու։ Դու էլ հավատացիր։ Չգիտեմ, բայց ամեն դեպքում դու ձյաձ Ռուբենի հետ խոսա։ Ասա, որ հետևի Դավիթին, կամ ավելի լավ կլինի, որ հենց ինքն էլ հետը խոսա։ Անոր խնդրեմ ինձ մի բաժակ ջուր կբերես։ Ինչ եղավ, Մարիա, լավ չես զգում քեզ։ Չէ, ան։ Կարող ես ցավեր ունես, ուզում ես գնանք հիվանդանոց։ Ուղղակի լարվեցի, չէ։ Հա, բայց ինչ եղավ, նոր լավ էր։ Ան դու այդ աղջկա ձայնը լսեցիր, չէ։ Հա, դրա պատճառով ես վատացել, Մարիա։ Ան ես այդ աղջկա ձայնը արդեն 2-րդ անգամ եմ լսում։ Ու հետո։ Չգիտեմ, ան։ Ներսումս տագնապ կա։ Ինձ թվում է այդ աղջկա պատահական չի։ Այսինքն։ Ան ես Դավիթին շատ եմ նեղացրել, շատ եմ ցավեցրել։ Ու հիմա շատ հնարավոր է, որ Դավիթը փորձում է ուրիշի մեջ գտնի այն ամեն ինչ, որ կորցրել է։ Արի համարենք, որ դու նման բան չես ասել, լավ, որովհետև այդ նորմալ չի։ Ասել եմ, Անի։ Այս ինչ հիմարություններով ես գլուխդ լցնում։ Դու ուղղակի մի հատ անծանոթ ձայն լսեցիր ու տենց բաներ ես որոշում։ Ան ուղղակի լարվեցի։ Արի մի հատ տրամաբան ենք, լավ։ Դու ու Դավիթը 2 օր ա որ բաժանվել եք։ Քեզ ինչ ա թվում, Դավիթը քեզ մի անգամից տենց բաց թողեց ու ուրիշին գտավ, հա։ Ինձ թվում է դու շատ վատ ես ճանաչում Դավիթին։ Երբ որ մարդը հիասթափված է, շատ հնարավոր է ան։
Գիտես, ես ուր եմ հասցրել մեր հարաբերությունները։ Ես այդ աղջկա ձայնը երկրորդ անգամ եմ լսում։ Որտեղից իրար գիտեն։ Հա կարող է այդ աղջիկը չի ուրիշ մարդ է, ուղղակի դու քո այդ վախերով արդեն սկսում ես նմանացնել։ Չէ, նույն ձայններ, նույն ձայնը։ Չէ, Մարիա, ես Դավիթից նման բան չեմ սպասում։ Ախր ինքը այն տղաներից չի, որ փորձի իր կորցրածը ուրիշի մեջ գտնի։ Կամ ասի, լավ, այս աղջիկը չի, ուրիշը կլինի։ Ու համել ես քեզ չպիտի որ պատմեմ Դավիթի մասին։ Ինքը շատ երկար ժամանակը մենակ էր, ու ես երբեք իրանից ոչ մի աղջկա մասին չեմ լսել։ Ինձ թվում է դու շատ վատ ես ճանաչում Դավիթին։ Անուղակի սիրտս անհանգիստ է։ Ես ու Դավիթը արդեն դիմում ենք ներկայացրել բաժանման համար։ Խոստացել ենք, որ էլ չենք հանդիպելու, որ չենք խոսելու, որ չեմ զանգելու իրեն, ինչ էլ որ լինի։ Ու հիմա նոր աղջիկա հայտնվելու հնարավորությունը շատ մեծ է։ Լավ, մի քանի օրում նոր աղջիկ գտան իրար, շփվեցին, հիմա էլ այդ աղջիկը մտավ իր կյանքը, հա? Գնացինք։ Չէ, թող մնա մի ուրիշ անգամ մի քիչ գործեր առաջացան։ Սուրճ խմելը շատ ժամանակ չի տանի։ Չէ, թող մնա հետո։ Չեմ հասկանում հիմա չես գալիս, որ հետս հանդիպելու շանս ունենաս, էլի։ Ոնց հասկանամ։ Շատ հումորով աղջիկ ես։ Լավ, չեմ համոզում։ Գնա։ Էս նեղացար, հա։ Ինչի մենք հասցրեցինք այնքան մտերմանալ, որ արդեն իրարից նեղանանք։ Ան ես չկարողացա Դավիթին տալ են ընտանիքը, որի մասին ինքը երազել է։ Ես երկրորդ անգամ իր մեջ կոտրեցի այդ կարևոր արժեքը։ Ես Դավիթին այնքան հոգնեցրեցի իմ խնդիրներով ու սխալներով, որ այսքանի դիմաց իմ սերը չի երևում։ Այդպես մի ասա, Մարիա։ Ոչ մի խնդիր էլ չի կարա հաղթի սիրուն։ Կարան ու հաղթեց։ Ես ու Դավիթն էլ քեզ օրինակ։ Արի մի պա մոռանանք, հա, համ այդ աղջկան, համ այդ ծանր մտքերը։ Նորից եմ ասում, Դավիթը այդպիսի մարդ չի, ու քո ասածն էլ ուղղակի անմտություն է։ Ան ես չեմ ասում, որ Դավիթը սիրահարվել է այդ աղջկան, կամ իրանք ինչ որ արդեն հարաբերությունների մեջ են, չէ։ Բայց այն, որ ես գիտեմ այդ աղջիկը կա, այդ հաստատ է, այն, որ ես հենց այդ աղջկա ձայն եմ երկու անգամ լսել, այդ էլ է հաստատ։ Հաստատ ոչ մի բան մի ասա, կլինի։ Դու ոչ այդ աղջկան Դավիթի հետ ես տեսել, ոչ էլ։ Ուղղակի ձայն ես լսել, էլի։ Ան, բայց ես զգում եմ։ Ես իրոք զգում եմ։ Ես իրավունք չունեմ հարցեր տալու, բայց ես զգում եմ, սիրտս է զգում։ Բա ես կգժվեմ արդեն, ինչ կլինի, հաշտվեք պրծնենք, էլի։ Ան ինչ հաշտվելու մասին է խոսքը գնում։ Իմ ու Դավիթի մեջ այնքան բան է եղել, որ հաշտվելու ուղղակի անհնար է։ Ես անկեղծ ուզում եմ, որ Դավիթի երջանիկ լինի։ Բայց ես հիմա պատրաստ չեմ իրեն ուրիշի կողքին տեսնել։ Պատրաստ չեմ կարա։ Վերջ, Մարիա, դու ուղղակի քեզ ներշնչել ես։ Արի մի հատ հանգստանանք, տեսնենք թե ինչ է կատարվում։ Ոչ թե միանգամից ենթադրենք։ Ան իսկ եթե այդ աղջիկը արդեն նշանակություն ունի։ Իսկ եթե ուղղակի ծանոթ է, եթե ուղղակի ընկեր է, որի մասին մենք չգիտենք, կամ չգիտեմ, կորած բարեկամ է, տեսնում ես ինչքան ետեներ կան։ Ինչի ես հենց այդ վատ ետեների վրա ֆիքսվե։ Որովհետև Դավիթի բոլոր ընկերներին գիտեմ ան։ Ու կորած բարեկամների մասին խոսք գնալ ուղղակի չի կարող, որովհետև Դավիթը ոչ մի բարեկամի հետ էլ կապ չի պահում։ Մարիա, Դավիթը հասուն տղա է, ու անգամ եթե այդ աղջիկը նոր է հայտնվել իր կյանքում, այդ դեռ չի նշանակում, որ ինքը քեզ փոխարինող է ման գալիս, հասկանում ես։
Հան եթե ման գայել, ես ոչինչ անել չեմ կարող։ Աստված իմ, ես քեզ ոնց խելքի բերեմ, Մարիա, ոնց։ Չգիտեմ կգժվեմ ան։ Լավ, ուզում ես ես խոսեմ Դավիթի հետ, հարցնեմ ով է։ Չէ, չանես նման բան, կմտածի, որ ես եմ քեզ խնդրել։ Հա ինչ անենք, թող մտածի։ Կմտածի, որ հետաքրքրվում ես։ Այ քեզ բան։ Իբր Դավիթը չգիտի էլի, որ մինչև հիմա իրան ես սիրում։ Ան ես խոստացել եմ, որ չեմ խառնվելու իր կյանքին։ Ահա, չի ստացվում, չէ՞, չես կարողանում։ Էլ այս ձևականությունները բա ինչի համար են։ Չեմ հասկանում, այդքան բարդ է ուղղակի իրար հասկանալը։ Մեր դեպքում հա բարդ է։ Բարդ է, որովհետև ինքդ ես տեսնում, թե ինչքան բան կա մեր միջև։ Ռաֆի արածը, այս երեխեն, ու իմ բոլոր սխալները։ Հա բայց ոչ մի սխալ ու ոչ մի դժվարություն սիրուց ավել գնահատել չի կարելի։ Ան ես զգում եմ, որ Դավիթին կորցնում եմ։ Ես զգում եմ, որ կորցնում եմ, զգում եմ, որ իմ ձեռքով ուրիշին եմ տալիս։ Մարիա ջան, չկա նման բան, դուք ինչքան էլ փորձեք իրար ատել, վիճել, ձեր մոտ է չի ստացվելու, որովհետև դուք շարունակում եք իրար սիրել։ Արի դու հանգստացի, հա, ես ուղղակի պիտի գնամ հաճախորդ ունեմ։ Օրվա ընթացքում կապի մեջ կլինենք։ Կներես էլի ուղղակի չեմ կարող չեղարկել հաճախորդից։ Որ Դավիթից լուր ունենաս կասես, չէ։ Անպայման կասեմ, բայց քեզ խնդրում եմ էլի այդ հիմար մտքերը գլխիցդ հանի։ Չեմ կարա, չի ստացվի։ Լավ, ուրեմն նստի ու այդ քո ենթադրություններով քեզ տանջի։ Ինչ ասեմ։ Դու Դավիթին բոլորից լավ ես ճանաչում, Մարիա, բոլորից լավ։ Խնդրում եմ էլի քեզ երկար մտածի։ Դա չէ, այդքան էլ մտերիմ չենք։ Բայց ըստ քեզ այդ կապ ունի նեղանալու հետ։ Ինձ համար մեծ կապ ունի։ Ես օտարներից չեմ նեղանում։ Բայց օտարների պատճառով տրամադրությունդ փոխվում է։ Դավիթ ջան, Լավ, էլ ոչ մի բան չեմ ասում։ Բայց այդ գերմանական սուրճից անպայման խմելու եմ։ Հենց որ հույս ունեմ, որ մինչև գնալդ անպայման կհյուրասիրես։ ափսոս ես մի բանը մի անգամ եմ առաջարկում, թե չէ կարողա բախտդ բերեր։ Լավ, Լուսի, արի ես քեզ տուն հասցնեմ։ Հետո կհասկանանք ում բախտը ոնց կդասավորվի։ Արդեն կարող եմ գնալ։ 2 մետր բան է մնացել։ Բա որ էլի ինքնես ու մի բան լինի։ Դե, արդեն գիտեմ ում կզանգեմ, որ օգնության հասնի։ Լավ է, որ համարդ մեքենայիս վրա իր թողել։ Բա ասում ես մտերիմ չենք։ Մտերիմ չենք ու առաջինի իմ համարն ես հիշում։ Իսկ դու իրականությունն ու հումորը տարբերակելու ընդունակություն ունես, թե չէ։ Նայած դեպքում։ Խորամանկն ես, հա։ Չէ, ուղղակի շատ բարի տղա եմ։ Շատ։ Լավ, հատուկ այդ բարությանդ համար կընդառաջեմ քեզ ու կհյուրասիրեմ այդ սուրճից։ Տեսար որ բախտս բերես։ Քեզ զանգեցին ու մի անգամից փոխվեցիր։ Չէ, չեմ հարցնում, ուղղակի ասում եմ, որ նկատեցի։ Դրա համար էլ չեմ պատասխանում։ Չէ, դու իսկականից լավ տղա ես։ Աբուլ ջան, ոնց ես տղես։ Լավ եմ, քեզ շատ չեմ խանգարի, եկել եմ իմանամ Լիլիթից նորություն ունենք։ Որ նորություն ունենամ առաջինը քեզ կասեմ։ Էլ համբերությունս չի երիքում։ Գիտեմ, հասկանում եմ տղես, բայց պիտի սպասենք։ Իսկ Գրիգի գործից ինչ կա։ Գրիգի գործից էլ նորություն չկա։
Ես էլ եմ ժղայնանում, երբ որ ինձ ասում են ամեն ինչ լավ կլինի, արի սպասենք, բայց հիմա ստիպված եմ քեզ նույնը ասեմ, տղես։ Ամեն ինչ լավ է լինելու։ Արի մի քիչ սպասենք, քո համար էլ է լավ լինելու, Դավիթի համար էլ, Մարիայի համար էլ։ Ես հիմա օթում չի որ խոսում եմ։ Որ ասում եմ, ուրեմն կանեմ։ Հա, ես էլ եմ իմ կյանքում հիասթափվել, պահեր են եղել, բայց թափվել եմ, հասկացել եմ, որ եթե Աստված ինձ այս փորձությունը տվել է, ուրեմն ճանապարհն էլ ցույց կտա, լուծման տարբերակներն էլ կառաջարկի։ Այն ինչ կատարվում է քո, Մարիայի, Դավիթի կյանքում, այդ իմ պատասխանատվությունն է։ Ու ես ամեն ինչ անելու եմ, որ հաղթահարեմ այդ։ Մի տեսակ, բայց չեմ հավատում, գիտես։ Տենց ես ասում, որ անջատ եմ, չէ։ Հենա եկավ, գնամ վերցնեմ կամ։ Անի լավ, հետո կխոսանք։ Մի րոպե չանջատ ես։ Անդու այդ աղջկա ձայնը լսեցիր, չէ։ Հա դրա պատճառով ես վատացե, Մարիա։ Ան ես այդ աղջկա ձայնը արդեն երկրորդ անգամ եմ լսում։ Ու հետո։ Չգիտեմ ան։ Ներսում ստագնապ կա։ Ինձ թվում է այդ աղջկա պատահական չի։ Այսինքն։ Խրիտ աղջկա կգժվի հետ մտքերից։ Ինչ, իմ հետ եք։ Վայ, չէ կներեք էլի։ Կներեք։ Ալո։ Անի մի հատ նորից ասա, ինչ էր եղել։ Հիա, հետաքրքիր է։ Այսինքն։ Դե որովհետև խոսում էի անջատեցիր, Դավ ջան։ Կլինի ուղղակի ասես ինչ էր եղել։ Դե ասեց, որ ինչքան հնարավոր է իրանից հեռու մնաս։ Ու քանի որ դու ասել ես, որ Մարիան էլ քեզ չզանգի, ես էի զանգի, որ ասեի։ Չեմ հասկանում ինչ ես հետս տենց խոսում, բայց լավ։ Իսկ ես չեմ հասկանում, այդ ինչ կարևոր գործով էր զբաղված, որ ես զանգեցի, տենց կարևոր թեմայի մասին էի խոսում, անջատեցիր։ Մարիային ասա, որ հանգիստ լինի, ես այդ հարցերը կլուծեմ։ Հե՞։ Մեկը տենց էլ չհասկացա խոսալու տոնը անի։ Ես հիմա զբաղված եմ, Դավ ջան, կներես։ Կներեք։ Մտածում էի չես գա։ Իսկ ինչի պետքա չգայի։ Ներս գնա կասեմ։ Ինձ թվում էր խուսափելու ես մեր խոսակցությունից։ Ինչի։ Խուսափելու պատճառ ունեմ։ Չունես։ Ինչ ես ակնակներով խոսում։ Եթե բան ունես ասելու ուղիղ ասա։ Այն որ այդ լակոտը ազատության մեջ է ու հանգիստ ապրում է, այդ բավարար պատճառ չի, որ խուսափես ինձնից էլ երեխուցս էլ։ Ես քեզ ասել եմ այդ հարցերը կլուծեմ։ Ուրեմն կլուծեմ։ Ուրա։ Դու մենակ ասում ես։ Այս ինչքան ժամանակ է մենակ դրա մասին խոսում ու խոստանում ես։ Ես չեմ տեսնում ոչ մի քայլ։ Ռուբեն,
Դու կարող ես խղճում ես Ռաֆին։ Ինչ ես խոսում։ Դե համենայն դեպս քայլերիցդ չեմ զգում։ Դու քեզ չես պահում նենց ոնց պիտի պահի իրան հայրը։ Ռուբեն, դու հիմա պիտի գտնեիր դրան, մաս-մաս անեիր։ Դու պիտի գոռայիր դրա մասին։ Իսկ դու քեզ պահում ես նենց ոնց որ իրան կպահեր սովորական ոստիկանը, կանգնել կողքից նայում ես քո համար։ Ով է։ Լսի, ես մի հատ հարց եմ ուզում քեզ տամ։ Կարող է քեզ այս ամեն ինչից հետ ապահում, որովհետև Մարիան քո արյունը չի։ Չէ, լուրջ եմ հարցնում։ Կարող է դու դրա համար ես խուսափում այդ քայլից։ Զանգեց Դավիթը, հետաքրքրվում էր ոնց է եղել, ինչ է եղել ու ասում էր, որ հանգիստ լինես։ Դու քեզ լսում ես, Սոֆա։ Դու արտահայտվելուց առաջ քեզ նեղություն տալիս ես, մի քիչ մտածես ինչի մասին ես խոսելու։ Ռուբեն, ես շատ երկար ժամանակ եմ փորձել հասկանալ ու հավատալ։ Բայց հիմա, երբ որ իմ երեխուն տեսնում եմ այսքան կոտրված, էլ ոչ ուզում եմ հասկանամ ինչ-որ բան, ոչ էլ ուզում եմ հավատալ։ Ես այն ամենասկզբից էի ասում, որ մենակ այդ լակոտի մահը կփրկի իմ երեխուն, բայց դու ինձ չլսեցիր։ Դու քո օրենքի պոչը բռնեցիր ու գնացիր քո օրենքի հետևից։ Այն օրենքի, որ նույնիսկ չկարողացավ մի Ռաֆ պահել։ 2 օր անգամ չմնաց այնտեղ։ Նույնիսկ դատարան չհասավ։ Դու այդպես էլ չհասկացար, որ այս կյանքում կան չգրված օրենքներ, որոնք ավելի արժեքավոր են, քան քո այդ անգիր արած օրենքները։ Ու այս կյանքում կան դեպքեր, երբ որ այդ օրենքի սահմանած պատիժներն այնքան քիչ են թվում, որ նույնիսկ չեն բավարարում։ Օֆա, կարաս լսես։ Չէ, դու ինձ լսի։ Ես չեմ կարողանում հասկանալ դու ոնց ես կարողանում այս հարցին սենց հանգիստ նայել։ Դու գիտես, որ այդ անասունը քո աղջկան հասցրել է նենց վիճակի, որ այդ ուղակի անմարդկային է։ Դու ուղակի նստել ու սպասում ես, ընկել ես քո օրենքի հետևից։ Այն օրենքի, որը քեզ մի քանի անգամ հուսախաբ է արել, Ռուբեն, որը մի սպանություն անգամ չի կարողացել բացահայտել։ Այդ օրենքը այնքան թույլ է, որ դու նստած նայում ես դրան։ Դու հասկանում ես, Ռուբեն, դու քո աղջկա ապագան հանձնել ես այն օրենքի ձեռը, որ անգամ մի լակոտի չի կարողանում գտնել։ Ուր մնաց հասնենք դատին ու պատժին։ Դու հիմա ինչ ես ուզում, որ ես անեմ։ Ես պետք է ասեմ։ Ինձ թվում է դու իմ կարծիքի ինձանից լավ գիտես։ Էլի եմ ուզում լսեմ։ Սպանես, Ռուբեն։ Ու արյունը շախտաս հողի վրա, որ նույնիսկ հողը բավարարվի դրա արյունով։ Ես ուզում եմ, որ դու հասկանաս, որ դատարանի որոշած ամենալուրջ պատիժն էլ չի կարա բավարարի իմ երեխուն տված ցավը։ Ես իմ երեխուն պատճառած ցավին արժանի պատասխան եմ ուզում, Ռուբեն։ Կլսես ինձ։ Դու ինձ լսի։ Ես ուզում եմ, որ դու քո կյանքում գոնե մի անգամ քեզ պահես ոչ թե որպես պատվախնդիր ոստիկան, ոնց որ հիմա ես պահում, այլ որպես իսկական հայր, ով վաղուց պետքա դրա դիակը շների դիմաց նետած լիներ։ Դե հերիքա։ Հասկացանք։ Հերիքա անդադար մեղադրես ինձ։ Դու ինչ գիտես ես ինչ եմ արել, ինչ չեմ արել։ Չարածներդ ավելի շատ եմ տեսել։ Դրա համար էլ դրանից եմ խոսում։ Չես տեսել, որովհետև ես չեմ ուզեցել, որ դու տեսնես։ Ես չեմ ձգտել, որ դու տեսնես։ Ես փորձել եմ ինձ հարազատ մարդկանց հեռու պահել վատ տեսարաններից։ Դու ինչ գիտես ես ինչ եմ արել։ Դու գիտես, որ ես զենքը պահել էի դրա ճակատին։ Որ սպանեի։ Որովհետև ես դրա համար էի գնացել։ Ես այդ պահին ոստիկան չէի։ Ես այդ պահին հայր էի։ Ու գնացել էի դրան մորթելու համար։ Ես գիտեի, որ պետք է մորթեմ։ Ես գիտեի, որ պետք է սպանեմ։ Բա ինչի չսպանեցիր։ Վախեցար։ Ինչից։
ուսադիրներիցդ, պատվիցդ, ինչից վախեցար։ Աշոտից։ Աշոտի դեմ մեղք գործելուց։ Ես ինչ է այստեղ։ Չգիտեմ, ոչ տանն եմ տեղս գտնում, ոչ էլ դրսում։ Աբու Լիլիթի հետ տենց էլ կապի դուրս չեկար, չէ՞։ Չէ, չի զանգում, ես էլ կապի չեմ կարողանում դուրս գալ։ Բարձա։ Ինչի ես հարցնում։ Այդ Ռաֆին եմ ուզում գտնել։ Էլի բան է արել։ Ինչի քիչ է արածը։ Եթե անգամ Լիլիթի հետ կապի էլ դուրս գամ, ինքը աղբոր մասին ոչ մի բան էլ չի իմանա։ Աչքիս առաջ Աշոտի պատկերը եկավ։ Զենքը դրել էի Ռաֆի ճակատին, նայում էի Աշոտի աչքերի մեջ։ Խնդրում էր, ասում էր մի արա, աղաչում էր, ասում էր մի կրակի, չգիտեմ քեզ ոնց բացատրեմ, որ հասկանաս ես ինչ էի զգում այդ պահին, կարաս նաև թուլություն համարես, բայց չկարացա կրակեմ։ Իսկ իմ համար մեկ է։ Եթե դու չես կարողացել, այդ դեռ չի նշանակում, որ ես էլ չեմ կարողանա։ Մարդ սպանելը խաղոպար չի։ Իսկ իմ երեխուն ես վիճակին հասցնելն ու ստորացնել այդ լակոտի համար խաղոպար դառավ։ Ես ընդհանրապես սպանելու եմ այդ լակոտին, Ռուբեն։ Նայ, քեզ ուղիղ ասում եմ։ Ես շատ երկար քեզ լսեցի ու հավատացի։ Էլ չեմ պատրաստվում։ Դու չես հասկանում, թե ինչ ես խոսում։ Ու ոնց ես վիրավորում ինձ ով է։ Շատ ավելի լուրջ բաներ կան այս կյանքում, որոնք դու չես հասկանում, Ռուբեն։ Ես քեզ ասեցի, ես քեզ բացատրեցի։ Ինչ ա եղել ու ոնց ա եղել։ Չէ, դու ինձ ասեցիր, թե ինչ չի եղել։ Որովհետև զենքը պահելը Ռաֆի ճակատին ու չկրակելը այդ նույնն է, ինչ ոչ մի բան չանես։ Պարզա։ Անիմաստ է քո հետ խոսելը։ Դու մեկը չես հասկանում։ Քեզ ոնց էլ բացատրեմ, չես հասկանա։ Կհանգստանաս, հետո կխոսենք։ Բայց դու էլ մի անհանգստացի։ Ես քո անվան առավել ևս ուսադիրներիդ վրա հաստատ բիծ չեմ թողի։ Կսպանեմ, կգնամ հանգիստ կհանձնվեմ։ Ես թույլ չեմ տա, որ ձեր ձեռքերը կեղտոտվեն։ Բայց իմ ձեռքերը շատ վաղուց մաքուր չեն, Ռուբեն։ Ես մի անգամ արդեն սպանել եմ։ Իմիջայլոց երեխու ապագայի համար։ Հորն եմ սպանել։ Ոնց ես մտածում։ Ռաֆին սպանելու համար կարողա ձեռքս դողա։ Հեչ լավ օրինակ չես բերում։ Ամենատեղին օրինակներ, որ իմ ու քո մտածելու տարբերությունը հասկանայր մեր երեխու մասին։ Եթե ես սպանելու ու արյուն թափելու մասին չեմ մտածում, այդ դեռ չի նշանակում, որ ես թույլ եմ։ Ուղղակի այս պահին գիտակցում եմ, որ ընտանիքս փրկելու միակ տարբերակը էս է։
Մարիա ջան, ես ինչի չես քնում, բալես։ Քունս չի տանում, տատա։ Մտածմունքներդ չեն թողում, չէ՞ որ քնես։ Մարիա, քո կյանքի ինչ ընթացքում էր որ լինես, կարգավիճակիդ մասին մի մոռացի։ Այդ երեխան ոչնչով մեղավոր չի։ Դու պետքա քեզ էլ լավ նայես երեխուն էլ։ Գիտեմ, տատա։ Դրա համար էլ վաղը գնալու եմ բժշկի։ Հա? Հերթական ստուգումներ են, թե վատ ես զգում։ Ստուգումների եմ։ Դե միասին կգնանք։ Չէ, տատ, ես կգնամ։ Չես ուզում ես էլ հետդ գամ։ Քեզ հետ կգամ ու բժշկին ամեն ինչ կասեմ։ Ինչ ես ասելու։ Ասելու եմ, որ ոչ ուտում ես, ոչ էլ քնում։ Տատ։ Կարող ես ուտա։ Այսօր ամբողջ օրը քեզ համոզելով եմ հաց կերցրել։ Ոնց որ փոքր Մարիան լինես։ Հիշում եմ ոնց էիր տանջվում, որ մի բան ուտեի։ Փողանակ առաջ գնանք, գնալով հետ ենք գնում։ Լավ, հիմա կգնամ, նարնջի հյութ կբերեմ, կխմես ու հանգիստ կքնես, եղավ։ Հա, մամ։ Ալես ոնց ես։ Մամ, ես էլ չեմ դիմանում։ Էլ չեմ կարողանում ապրել, հոգնել եմ, մամ։ Հոգնել եմ երջանիկ ձևանալուց։ Հոգնել եմ բոլորին ցույց տալուց, որ ես լավ եմ, որ հաշտ եմ իմ ճակատագրի հետ, որ պատրաստ եմ կյանքս զրոյից սկսել։ Հոգնել եմ երջանիկ ձևանալուց, մամ։ Հոգնել եմ բոլորին խաբելուց։ Նոր տատիկը այստեղ էր ու ես ստիպված էի ժպտալ։ Ստիպված էի ցույց տալ, որ իմ մոտ ամեն ինչ լավ է։ Որ չտեսնի ներսիս քաոսը։ Բայց հոգնել եմ, մամ։ Դու ուժեղ ես, բալես։ Չէ, մամ, տենց մի ասա։ Այդ ամենավատ ու ամենամեծ սուտն է, որ դու ինձ կարաս ասես։ Ես հոգնել եմ ուժեղ ձևանալուց։ Հոգնել եմ ուժեղ ձևանալուց այն ժամանակ, երբ ուզում եմ լացեմ ու գոռամ։ Ես ուզում եմ ընդունեմ այն ամեն ինչ, որ իմ հետ կատարվում է, ուզում եմ համակերպվեմ այս ամեն ինչի հետ։ Իմ ուզածը մենակ է դա, մամ։ Ես մենակ դրան եմ ձգտում։ Ես էլ չեմ ուզում լսել ոչ խորհուրդներ, ոչ էլ խղճահարության խոսքեր։ Ուղղակի չեմ կարող։